Գտնում էի աշխատանքի վայրում, թույլ էի մի փոքր զգում ինձ, հետո հասկացա, որ ինչ-որ մի բան կատարում է իսկապես իմ հետ։ Թուրքիայից չէր իջնում ջերմությունը, մտածում էինք երևի մրսել է, կանցնի։ Դե բնական է ջերմիչեցնող եւ այլ ու տարանք մեր պոլիկլինիկան, այնտեղ նայեցին երեխային, արդեն իրենք մոտավոր գիտեին, որովհետեւ ախտանիշներից արդեն բարձր որտեղ երեխայի վրա վերքեր էլ կար, արդեն ունքի մասում, քթային մասում։ Ու մեզ ուղարկեցին այստեղ արյունաբանական հիվանդանոց Յուլիանի անվան։ Դիմեցինք հիվանդանոց, սկզբից ինձ ոչինչ չասացին, թույլ էի ոսկորներս էր ցավում, դեմքիս վրա այտություններ էր։ Ամաչում անգամ դուրս գայի բակ, որ ինձ չտնեին այդտենց, ինձանից չամաչեին իմ ընկերները։ Մանրակրկիտ հետազոտությունները նրա մոտ հիմք հանդիսացան ախտորոշելու փաստորեն արյան համակարգի չարորակ հիվանդություն, որն է լեյկեմիան։ Բժշկուհին մեզ հանգստացրեց, ասելով, որ ամեն ինչ լավ է, ճիշտ է, հիվանդությունը ինքը բարդ հիվանդություն է, բայց ամեն ինչ լավ է ու մենք պիտի հաղթահարենք։ Հաշվի առնելով նրա տարիքը, մենք ձեռնամուխ եղանք բուժել նրան 90-91 թվականից մեր բաժանմունքում կիրառվող Բոն Ֆրանկֆուրտ Մյունստեր այդ հավաքական խմբի, կոոպերացված խմբի ծրագրով BFM ենք կարճ անվանում, այդ ծրագրով ինքը սկսեց իր բուժումը։ Այնքան ճնշող միջավայր էր, որ դու գալիս ես մի վայր, որտեղ քեզ կարծես ոչ մեկ չի ճանաչում, դու ոչ մեկին չես ճանաչում, ու չկան այն ընկերները, որ քեզ կարող են ինչ-որ ուժ տալ, բայց դու սկսում ես մի փուլ, որը փորձում ես հաղթահարել հենց ինքդ, առաջին հենց ինքդ ես հաղթահարում, ու փորձում ես ոչ մեկին այդ քո ցավը չտալ, որովհետև դա այնքան մեծ է, որ չես էլ ցանկանա ինչ-որ մեկը դա զգա։ Դե բնական է, երեխան չգիտեր, մենք մտածում էինք ոնց պիտի ասենք։ Սկզբում խաբեցինք իրեն, ասելով, որ լյարդի խնդիր է, որտեղ իր լյարդը շատ մեծացած էր ու ինքը դրանից էլ էր բողոքում։ Երևի թե ես հենց սկզբից էլ հասկացել էի, ուղղակի իմ մեջ մի մեծ ուժ գտա եւ փորձեցի այնքան ուրախ լինել, որ չնեղացնեմ ոչ մեկին ու ոչ մեկ չզգար, որ ես ինձ վատ եմ զգում այդքան։ Ինքը շատ հանգիստ տարավ, չգիտեմ, միգուցե իր մեջ չգիտեմ ինչ էր մտածում, բայց ոչ մի բան ցույց չէր տալիս։ Նույնիսկ բժշկուհին ասում էր, մի բան խոսա այդ իմանանք, էլի լավ ես, լավ չես, ծաղում էր։ Այդ միջավայրի մեջ ես անցա մի պատմություն, մի ընտանիքի պատմություն կարծես, որը ինձ մեծ ուժ տվեց եւ շատ բաներ հասկացա, որ կարող է մարդ այնքան փոքր լինել, բայց այնքան մեծ փորձության մեջով անցնել, որը կարող է մեծ լինես, բայց չանցնես այդ ամենի միջով։ Բուժումը ստացիոնար պայմաններում, հիվանդանոցային պայմաններում տևում է մոտավորապես 8.5-9.5 ամիս եւ այդ երկար ձիգ 9 ամիսների ընթացքում երեխան փաստորեն մեզ հետ միասին րոպե, շաբաթ, ամիսներ հաղթահարեց եւ առողջության ուղին բռնելով ինքը հասավ առողջության։ Շատ հանգիստ, ոչ մի բան ցույց չէր տալիս։ Չգիտեմ, մեկ մտածում եմ, ասում եմ, տեսնես ինքը ինչ է մտածում էլի, ինձ ոչ մի բան ցույց չէր տալիս ու միշտ ծիծաղում էր, միշտ ուրախ, միշտ հումորով, տենց շատ նկարում էր միջալուց այդ ժամանակ։ Այդ ամիսների ընթացքում մենք չտեսանք երբևէ, որ նա ընկճվի, որ նա գանգատվի, որ նա դժգոհի ինչ-որ բանից։ Տեսա շատ փոքր երեխաներ ու իմ մեջ ուժ գտա, որ ես մեծ լինելով կարող եմ հաղթահարել, եթե նրանք փոքր լինելով այդքան քիմիոթերապիաներ են ընդունում։ Եվ այդպես փորձեցի իմ մեջ ուժ գտնելով,
Թեկուզ նկարում էի, որ այդ իմ մեջի եղած այդ լարվածությունը, իմ մեջ եղած այդ ցավը նկարներին արտահայտեի հենց։ Հիմա արդեն փառք Աստծո ամեն ինչ անցել է, մենք ուղղակի գալիս ենք ընթացիկ բուժումների, ասենք ստացիոնար բուժման, հսկողության տակ է։ Այդ ամենի մեջ իմ բժշկու դերը այնքան մեծ էր, եւ ամեն մի փորձություն երբ անցել եմ, հասկացել եմ, որ ամեն ինչ հաղթահարելի է, երբ որ ինքը կա քո կողքին։ Կան ընկերներ, կան հարազատներ, բայց նրանք այդքան քեզ ուժ չեն տալիս, քան որ քո բժշկուհին։ Կարծես Աստծուց հետո հենց նա է, հենց քեզ թև տալիս եւ քո մեջքին լինում, այդպես ասած։ Եվ դու հասկանում ես, որ ամեն ինչ էլ հաղթահարելի է, ամեն ինչ այնքան փոքր կարող է լինել, եւ դու ունես ուժ, դու հավատում ես ինչ-որ բանի եւ այդ հավատով ուղղորդվում ես։ Սիրում ամեն ինչ, նկարել, երգել շատ։ Խոհարարական ավարտել, շատ սիրում բաներ պատրաստում համով։ Չգիտեմ, տեսնենք ինչ մասնագիտությամբ շարունակի։ Ես այսօր ինչ որ միտեղ համոզված եմ, որ հիվանդի վերաբերմունքը իր առողջությանը, իր այդ դժվարին ճանապարհին, որ նա պետք է անցնի եւ հաղթի, այդ վերաբերմունքը շատ կարեւոր է։ Չափից ավելի կարևոր է։ Միշտ ժպտացեք, միշտ ժպիտը փրկում է այս հիվանդությունը, որովհետև հենց ես ժպտալով, հենց թաքցրեցի այն ամեն ինչը, ինչ որ իմ մեջ կար ու հաղթահարեցի։ Բարև ձեզ Անահիտ Հայկովնա։ Բարև, ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շատ Սա լավ։ ձեզ։ Ամենակարևորը դու ինչպե՞ս ես։ Լավ եմ, շնորհակալություն։ Ձեր շնորհիվ շատ լավ եմ։